Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, ինչպես գիտեք, առողջ առավոտի տաղավարում մենք հաճախ անդրադառնում ենք հանրային առողջապահական հարցերի, անդրադառնում ենք գիտության եւ պրակտիկ բժշկության որոշ ուղղվածությունների։ Այժմ հերթն է առողջ սննդի եւ մասնավորապես կաթնամթերքի։ Մենք հաճախ ենք խոսում առողջ ապրելակերպից, որում նաեւ նկատի ունենք ոչ միայն ֆիզիկական ակտիվությունը, այլև այն սնունդը, որ մենք ընդունում ենք։ Իհարկե նաև մտավոր առողջությունը եւս առողջ ապրելակերպի մի մասն է։ Մենք այսօր փորձենք հասկանալ ինչքանով է կարևոր սնունդը, մասնավորապես տարանջատել ենք կաթնամթերքը եւ հրավիրել ենք փորձագետի դիլի կաթնամթերքի առանձնահատկություններից ենք խոսելու եւ դրա օրինակով փորձելու ենք բացատրել ինչ նշաձող պետք է մենք սահմանենք մեր եւ մեր ընտանիքի առողջության համար, ինչի կապակցությամբ տաղավարում հյուրընկալել եմ դիլի կաթնամթերքի ընկերության վաճառքի տնօրեն պարոն Արթուր Հակոբյանին։ Առողջ առավոտ, պարոն Հակոբյան։ Առողջ առավոտ, բժիշկ Դավթիսյան։ Մենք բարի լույսը փոխակերպել ենք առողջ առավոտվա։ Ես ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, երբ բոլորին ձայնային ուղարկելիս կամ ինչ որ ձև առողջ առավոտ, երբեմն այսպես տարօրինակ են նայում, բայց շատ հաճախ ո բժիշկ Ավետիսյան, հետաքրքիր միտքի, ասում եմ, հաստատ հաղորդումը չեք տեսել, արդեն 4-5 ամիս է, ինչ այդպես ենք իրար բարևում։ Խնդրում եմ դուք էլ ձեր պրակտիկայում սկսեք օգտագործել առողջ ինչու ոչ։ Եկեք միասին փորձենք հասկանալ, պարոն Հակոբյան, կաթնամթերք ընտրելիս ինչին պետք է ուշադրություն դարձնել եւ ընդհանրապես կաթնամթերքը ինչ մեր ռացիոնում ինչ դեր է կատարում ունի, հատկապես մեր հայերիս նաեւ։ Շատ լավ, փորձեմ հնարավոր ինֆորմացիա տամ ձեզ ձեր հեռուստադիտողներին։ Ուրեմն կաթնամթերքը ինքնին եկեք sense նայենք, մենք մանկությունից ենք, հա, կաթնամթերքը սկսում օգտագործել։ Այսինքն դա նշանակում է, որ շատ մեծ դեր ունի իրականում մեր օրգանիզմում։ Կաթնամթերքի հետ պայմանավորված է կաթնամթերքի օգտագործումը առողջության հետ պայմանավորվածությունը ուղիղ է կապը, որն ազդում է եւ ուրեմն մարսողության համար, պատասխանատու է նաեւ մաշկի համար, ինչու՞ չէ նաեւ, հա։ Բազմաթիվ գործոններ կան, որոնք կաթնամթերքի ճիշտ կաթնամթերքի օգտագործումը բերում է լավ առողջ կայուն վիճակի։ Տեսեք ուրեմն կաթնամթերքի կարևոր մասերից մեկն է օրինակ որ ինքը լինի բացարձակապես բնական, մաքուր։ Դա ամենակարևոր հատվածն է։ Եթե իր ձևակերպումը չեմ ուզենա ոչ մեկին իհարկե նեղացնեմ, միևնույն անունը իհարկե չեմ տալու, բայց վերջերի տարիներին մեր շուկայում եւ ինչու նաեւ մեր շուկայում ամբողջ համաշխարհային շուկայում մեծ գործածություն ունի կաթնայուղի փոխարինիչով արտադրանքները, որը իրականում բավականին սխալ է, ես այսպես կձևակերպեմ, իրականում սխալ է ինչու։ Եթե մենք դիտարկենք, այո, արամավենու յուղի օգտագործումը, հա, կաթնայուղի փոխարինիչ այդ պալմովի յուղ ասվածը, հա, որ մի քիչ ավելի հանրության ծանոթելի լինի, այդպես ձևակերպեմ, ինչպես ասում են տնավարի խոսենք երբեմն, հա, որ մի քիչ ավելի ծանոթ լինի կամ իմանան ինչի մասին եմ ես փորձում ինֆորմացիան տալ, ուրեմն այդ արամավենու յուղը ինքնին որ նայենք, նա բույս է, պետք է դիտարկենք որպես բնական, հա, տակ դա, բայց հարցը նրա մեջ է, թե նրա արդյունահանումը եւ նրա ուրեմն պատրաստումը, որ արդեն սննդի մեջ օգտագործման համար արդեն այդ ժամանակ նոր դառնում է մեզ համար շատ ավելի վնասակար, որը ցանկալի չի իրականում օգտագործելը։ Ինք օրինակ բավականին մեծ տրանսճարպեր են առաջանում։ Այդ տրանսճարպերը խանգարում են մեզ մեր թե մարսողական համակարգին, թե արյունատար համակարգին, որոնք դժվար մարսելի են, շատ դժվար են մարսվում մարդու օրգանիզմի կողմից, բավականին, եւ դա բացարձակապես խորհուրդ չի տրվում մեծերին, մեծահասակներին եւ երեխաներին։ Այդ դրա համար էլ օրինակ խորհուրդս մեր հանրությանը մեծ ուշադրություն դարձնեն պիտակին, թե ինչ է պարունակում տվյալ ուրեմն կաթնամթերքը կամ վերջի պարունակում է փոխարինիչ յուղեր, թե ոչ։ Մեզ իրականում իսկական բնական կաթնայուղը, այդ ճարպը մեզ շատ կարևոր է, մեզ շատ պետք է, որը ինքը հենց ասենք այդ բնական յուղի միջոցով է օրգանիզմում A, D եւ E վիտամինների ուրեմն բառը սինթեզը, հա։ Ну սինթեզը տեղի ունենում հենց բնական ճարպի միջոցով, հա, այդ պետք է լինի։ Իսկ տրանս ճարպերը ավելի շատ խանգարում են եւ ավելի շատ արգելափակում են քո օրգանիզմի ճիշտ աշխատելուն, ճիշտ գործելուն։
Պարոն Հակոբյան, ըստ այն պատրաստ եք անկեղծ զրույցի, եկեք միասին այսպես հասկանանք, հա, յուրաքանչյուրը փորձում է իրեն շուկայում, այդ թվում համաշխարհային դիրքավորել որպես ամենից ամենան, խաղալով փաստորեն մարդկանց գիտելիքների եւ չիմացության հետ։ Հիմա մեր խնդիրը այն չէ, որ մենք ինչ-որ մեկին գովազդենք կամ հակագովազդենք, բացարձակ։ Ես ձեզ հետ զրուցում եմ որպես առողջապահության ներկայացուցիչ, տվյալ ոլորտում ձեր կտորով առնվազն փորձագետի հետ։ Եվ ինչ նկատի ունենք, երբ որ ասում ենք բնական, ամեն ինչը բնական, մենք նկատի ունենք կովի կաթը, այծի կաթը, ընդհանրապես ուզում եմ տարանջատենք։ Եվ մենք կարող ենք ձեր պրոդուկցիայից մի փոքր խոսել, որ դուք ասեք, օրինակ, ինչպես է պրոդուկտը, ինչ ճանապարհ է անցնում եւ որ շղթայում է, որ դուք խնդիր եք տեսնում։ Եթե դուք վստահ եք, որ ձեր պրոդուկտը իսկապես բնական է եւ օրինակելի է, եկեք այդ օրինակով խոսենք, թե ինչու է հենց այդպես դա կազմակերպվում, եւ որ քաղաքացին էլ նայի ու հասկանա, այսինքն այդ ճանապարհային քարտեզը ամբողջությամբ, ինչպես է կաթնամթերքը արտադրվում, ինչ մշակում է անցնում եւ այլն, եւ փոխարենը ինչին եք դուք վնասակար համարում։ Ասեմ բժիշկ, եկեք այսպես ներկայացնեմ եւ ձևակերպեմ։ Ուրեմն դիլի կաթնամթերքը ինքը, եթե նայենք իր կարգախոսին, դիլի առողջ կյանքի բանալի։ Պատահական չի այդ կարգախոսը ընտրած, որովհետեւ հիմնադիր սեփականատերը բացարձակապես դեմը որևիցե այլ տարբերակներով արտադրված կաթնամթերքին, դա մեկ։ Երկրորդ, երևի թե կլինի մի քիչ գովված, բայց ստիպված եմ արտահայտվելու որոշակի նյուանսներ կան, որը անում է դիլին, պետք է արտահայտվեմ։ Իհարկե, Երկրորդ ուրեմն դիլին բացարձակապես մաքուր ասելով միայն նկատի չունի, որ գիտեք, ես օգտագործում եմ կովի կաթը եւ վերջ, օրինակի համար նույնիսկ թույլատրելի չափորոշիչներ կան, չափեր կան, որ մենք կարող ենք օգտագործել հականեխիչներ, հակաբորբոցներ, բայց դա էլ չի օգտագործվում մեր կաթնամթերքում։ Ինքնին մենք ավելի ենք կարճացնում մեր կաթնամթերքի կյանքը իրականում։ Դա մեզ համար բավականին մեծ վնաս է, որովհետև շատ ավելի շուտ ենք մենք դարակաշարերից խանութների մեր ապրանքները վերադարձանում։ Եվ դրանով նաև պայմանավորված է մի հատ էլ խնդիր ունենք, որ թողներ են մեր գործընկերները, բայց շուկայում մենք ոչ բոլորին եմ մատնանշում եւ ոչ բոլոր խանութներն են մատնանշում, բայց շուկայում առկա են խանութներ, որոնց սառնանը իրականում չի կարողանում ապահովել կաթնամթերքի, բոլոր ընկերությունների համար կաթնամթերքի համար պահպանվող ջերմաստիճանային պայմաններ։ Այո, դա բավականին մեծ խնդիր է, ասեմ, որ դա ավելի շուտ Երևան է գալիս, երբ որ ամառվա սեզոնին բոլորի սրահները ուրեմն կոնդիցիոներների միջոցով, հա, հովացվում է սրահը, վարիտես, որ դու պատկերացրեք, որ չես զգում տարբերություն սրահի եւ սառնանի ներսում ջերմաստիճանի։ Քո ձեռքը տեղափոխելով սառնանի մեջ, պրոստը չես զգում տարբերությունը։ Սրահը հովացվում է, դու ներսում չես զգում սառնանի տարբերությունը։ Սրահը չի կարող դառնալ 2 կամ 4 աստիճան, որը որ պետք է կաթնամթերքի ջերմաստիճանային ապահովում ապահովել կազմակերպել։ Այսինքն սրահի հովացմանը զուգահեռ սառնաների ջերմաստիճանը չի կարգավորում համարելով, որ դե լավ բավական է։ Ոչ թե համարելով բավական է, այլ պարզապես սառնանը չի կարողանում ապահովել տվյալ ջերմաստիճանը։ Չի կարողանում, պարզապես չի կարողանում։ Այո, դա մի խնդիր։ Երկրորդ, ինչով է պայմանավորված դիլի, որտեղից է սկսվում լավը, որտեղից է ավարտվում վատը։ Ուրեմն դիլին օգտագործում է բացարձակապես միայն սեփական կովերի կաթը։ Բացարձակապես կաթի մթերում չունի դիլին, օգտագործում է միայն սեփական կովերի կաթը։ Ինչով ենք մենք դրանով ավելի հանգիստ եւ վստահ, որովհետեւ ունենք լաբորատորիա եւ ամեն օրվա ռեժիմով ստուգվում է տվյալ օրվա կիթը։ Ամեն օրվա լաբորատոր պայմաններում ստուգվում է տվյալ կաթը։ Դա հավաստիացնում եմ ձեզ։ Դա մի նախապայման։ Երկրորդ, ուրեմն հավելումներ, հավելյալ ուրեմն ներկանյութեր եւ ինչպես նաեւ նշեցի, ուրեմն հականեխիչներ եւ հակաբորբոցներ չի տրվում բացարձակապես։ Երևի թե սրանց ամեն ինչին գումարելով նաեւ ավելի շատ չի կարելի ասել գումարելով նաեւ մեր անասունի ստացած կերը, որը որ էլի մեր հողերից, մեր հանդերից վերցված քաղած խոտն է, էլի իմանալով իր ռացիոնը ինչպես պետք է լինի, օրինակ խոտի այս մի տեսակը պետք է լինի 15% կազմող հատված, այս մյուս տեսակը 30%, այն մնացած բոլորը այսքանը, հա, այս մի տեսակը։ Այդ ձևով է անասունին տրվող խոտը հավաքվում, խոտը ոչ դիլին կապ ունի Դիլիջանի հետ, օրինակ, չգիտեմ, Տավուշի։
հենց Դիլիջանի հապավում տարբերակն է, եւ գտնվում է բառից բուն իմաստով ալպիական մարգագետների հատվածում։ Ռեալ։ Ես արդից օգտվելով կարելի է չէ ասել, որ տեղեկացնեմ հանրությանը, որ մոտավորապես մի տարի հետո արդեն Դիլին կունենա իր նոր գործարանը, բազմաթիվ հյուրեր կունենան։ Իսկ որտեղ է հիմա գործարանը։ Նույն հատվածում, նույն տեղում, նույն բարձունքում, Սարի գլխին, մեզնից այնքան պարզապես ավելի բարձր սարեն են, ուրիշ ոչ մի բան։ Մաքուր օդ, մաքուր ամենակարևորը ուզում եի ասել, բաց թողեցի, ուրեմն անասուններին տրվող ջուրը անգամ մեծ նշանակություն ունի։ Շատ մեծ։ Եվ այդ ջուրը մեր մոտ գալիս է անմիջապես աղբյուրից, ինքը աղբյուրի ջուրը։ Հատուկ ֆիլտրացումներ, կոշտ ֆիլտրացումներ, ճիշտ եմ հասկանում, մաքսիմալ օրգանիկ, այնինչ մենք այսօր բոլորս հասկանալով, առանց հասկանալուց մենք օրգանիկ սնունդ, օրգանիկ մթերք, օրգանիկը հենց այդպես էլ լինում է։ Այո, ես ուղղակի sense կասեմ, սրանից այնքան մաքուր չի լինում։ Սրանից այնքան իսկական չի լինում։ Այո, միանշանակ վստահ եմ։ Կարող են բոլորը անել այնպես ինչպես Դիլին, բայց դրանից առավել իսկական պրոստը չի լինում։ Ես ասում եմ, այդ ջուրը ինքնին արդեն, հա, աղբյուրի ջուրը։ Ես համոզված եմ, որ դուք քաշ ծանոթ եք ջրի հետ կապված բոլոր տեսակի։ Դե եթե ես էլ չլինեմ, մենք ես եւ դուք կարծում եմ կամ չենք ծնվել կամ փոքր երեխա ենք, երբ որ հանրահայտ Ֆրունզիկ Մկրտչյանը հանրահայտ ֆիլմում գովազդում էր այն ջուրը, որը խմում են հիմա ձեր կովերը։ Եվ մի բան, միայն Սան Ֆրանցիսկոյում կարող են ասել, որ իրենց առաջին տեղն է, հա։ Առաջինը նրանք էին, այսպես կարող է մի օր համաշխարհային բրենդ եք դառնում եւ Սան Ֆրանցիսկոյում էլ եք կարողանում Դիլին տեղափոխել։ Երեք ինձ շատ դուր է գալիս ձեր վստահությունը, համարձակությունը եւ որ դուք խոսում եք նաեւ դրանով ավտոմատ ստանդարտներ եք սահմանում։ Իմ անձամբ եւ մեր թիմի խնդիրը չէ ընդհանրապես մտահոգվել, թե ինչ կմտածեն մյուս ընկերությունները, եթե սա բացարձակ ճշմարտությունն է։ Հիմա ես որպես քաղաքացի, ես որ դիտում եմ այս հաղորդաշարը, ես ինչ հետեւություն պետք է անեմ։ Ջուրը հասկացա, խոտը հասկացա, խոտերի բաղադրությունները հասկացա, որ դա տեղի ունենում մաքուր օդի պայմաններում, գործարանը անմիջապես նույն տարածքում է, այսինքն անասունը նաև ճանապարհ շատ չի կտրում, հոգնում, ենթադրենք այդ ամեն ինչը համակարգված է։ Եվ հետո էլ ինչ process է գործանում անցնում կատնամթերքը ու մի քանի տեսակներից կարող ենք խոսալ, ինչ օրինակ կատնաշոր, պանիր, չգիտեմ, ինչ ես ամբողջությամբ ծանոթ չեմ ձեր բրենդին։ Ես կուզեի որ դուք ներկայացնեք եւ հետո ինչպես է դա հասցվում, ենթադրենք ամենամոտ եւ ամենահեռավոր կետը ձեր վաճառքի ու ինչ ռիսկեր կան այդտեղ կամ ոնց է դուք կարգավորում։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Տեսեք, ուրեմն, այդ process-ի ընթացքը կարճ եթե ներկայացնեմ, ապա կիթը մեզ մոտ լինելուց հետո ինքը խողովակների միջոցով գնում է միանգամից պաստերիզացման ապարատ։ Մեր մոտ ոչ մի, գիտեք, մենք դարձրել ենք շատ մեծ, ուրեմն մեզ համար նու կարգախոս չէ, այլ ինֆորմացիա պատտելու ձև, որ այն ժամանակ պանդեմիայի ժամանակ բոլորը չէ որ օդակաթիլային ինքը հիվանդություն էր, դրանից ենք մարդիկ փորձում պաշտպանվել, իսկ մենք էդի մեզ համար շատ մեծ արտահայտվելու հնարավորություն եւ միջոց էր, որ մեր կաթը բացարձակ օդի հետ շփում չունի, կիտից խողովակներով միանգամից պաստերիզացման ապարատ, ու ինքը ոչ միտեղ ոչ մի ձևով օդի հետ չի շփվում։ Կիթը ձեռքով է թե ավտոմատ է արվում։ Ավտոմատ, այսինքն կիթը անմիջապես կաթը այդպես կիթը ինչ որ անվանում եք, հենց սարքով գնում է մինչև այո, ինքը ինչ որ միտեղ կանգար կամ դադար չունի, որ հետո տեղափոխվի, ինքը անմիջապես տեղափոխվում է ապարատ։ Դեռ արդեն սկսում են բոլոր տեսակի արտադրատեսակների արտադրությունը։ Եթե հակիրճ ներկայացնեմ, ապա սենց ասեմ, մոտ 4 տեսակ արտադրանք միայն Հայաստանի Հանրապետությունում Դիլին արտադրել է իտալական պարանատեսակների սկզբանե, ինքը չի ստեղծվել որպես մեր համար բոլորիս հանրաճանաչ, որպես ֆորմատ կատնամթերքի արտադրության, հա, ինքը ստեղծվել է որպես իտալական պարանատեսակների արտադրության համար եւ 4 տեսակի միայն պարանամթերք, հանձինս բուրատա, ռիկոտա, ջրի մեջի կլոր մոցարելաները եւ պին մոցարելա Հայաստանի Հանրապետությունում առաջին լողավազանային մոցարելաները, հա, հա, ուրեմն առաջին Դիլինն է արտադրել որպես արտադրություն։ Դրանք մինչև Դիլին միայն ներմուծվել են 97 թվականից, այո, երբ որ ստեղծվել է Դիլին, ֆերման, հետո դրանից հետո արդեն արտադրություն գործարան, իսկական տեխնոլոգիա ինքը իտալացի է։
Մեր իսկական ծերտնուկ, այո, 57 թվականին իտալացի դիլիջանում 97 ներողից 57 լսեցի։ Չէ, 97-ից ֆերման, Մեր ապշահար լինել թույլ չտվեցիք։ Ես է շատ բան կվերաբերվեի, ոնց 57 թվականից իտալացիները մեր մոտ գործան։ Ուրեմն բոլորին վերջերս ասելով մարտ ապրիլ ամիսն է նորից ինքը հետ գնաց, մենք բերում ենք տարին 2 անգամ, ինքը որպես գլխավոր տեխնոլոգ, մենք բերում ենք տարին 2 անգամ, ինքը գործանում ուղղակի պատտվում է ստուգումների շղթա իր մոտ, հա, որ տեսակը, որ պահին ճիշտ արտադրեցին, թե ոչ։ Օրինակի համար իր մոտ նշումները դա գնաց լաբորատորիա եւ առանձին նշումներ է իրականացնում, օրինակի համար, ասենք քայլերով տեսնում է, այս ինչ արտադրանքը որ արվեց, ինքը պետք է սովորական սենյակային ջերմաստիճանում այսքան ժամանակ հանգստանա, նոր տեղափոխվի սառնարան, հա, կամ անմիջապես պետք է տեղափոխվի, այսքան ժամանակ չպետք է մնա սենյակային ջերմաստիճանում։ Նման նշումներն առնում է, նորից եթե կան բաց թողումներ կամ եթե կան որոշակի փոփոխություններ, որ մենք արդեն իր նշված տարբերակով չենք իրականացնում, դա ուրեմն նորից նշում, տեղեկացնում է, հա, նորից էլի մենք ճանապարհում ենք իր սեփական Իտալիան ու մենք շարունակում ենք արտադրել իսկական իտալական ձևով համակարգով։ Տեղափոխումը ուրեմն շեշտեմ ի սկզբանե Դելի ընկերության արտադրանքները տեղափոխվում իրականացվել է բացարձակապես առնանային պայմաններ ունեցող մեքենաներով։ Բացարձակապես դրանք բացի սառնան լինելուց, ուրեմն մեր բոլոր մեքենաները դիմապակուն կարող եք տեսնել, ցանկացած դիլի մեքենայի որ կտեսնեք, ուրեմն կարող եք կանգնացնել կամ եթե հնարավորություն կա անցնելու ընթացքում տեսնել, ստուգել կանաչ, ուրեմն պիտակ կա կպցված դիմապակուն, որը որ սննդի անվտանգության տեսչության կողմից է տրամադրված, անպիտկանի, որ տվյալ մեքենան համապատասխանում է ստանդարտներին, որպեսզի կատնամթեր տեղափոխի։ Դա տեղափոխման հատվածով, ինչպես ենք հասցնում բոլոր մնացած այլ հեռավոր վայրերը բացի Երևան քաղաքը, նույն կերպ մեր լոգիստիկան կազմակերպում է նույն ձևով, նույն տիպի մեքենաներով, երևի թե այսքանը, որպես տեղափոխում նշեմ։ Դե ամենահեռավոր կետը Սյունիքն է, դուք ամբողջ հանրապետություն ներկայացված եք։ Չէ, եթե նկատի ունեք ամբողջ հանրապետության լրիվ հեռավոր մասերը, դեռ ոչ Չէ, խոշոր մարզերը մարզ կենտրոններ, ես նկատի չունեմ բոլոր գյուղերը, բոլոր մարզերում կաք։ Ուրեմն այսպես ասեմ, Երևանը իր հարակից 4 մարզերով, հա, եթե թվարկենք Արարատ, Արմավիր, ուրեմն Արագածոտնին եւ Կոտայքը հարակից մարզերով, ամբողջ Դիլիջանի հատվածը, Դիլիջանի Ջևանովան եւ Գյումրի քաղաքը Վանաձոր քաղաքի հետ վերցված։ Ոչ ամբողջ մարզը, այլ քաղաքները անմիջապես։ Դեռևս այսքան տեղում է ներկայացված դիլին, դե ճիշտը որ ասեմ, մենք դեռևս չենք հասցնում մեր բաղձալի բոլոր սեփականների բաղձալի ուրեմն որ այո, պահանջարկն ավելի մեծ է, քան առաջարկը այս պահի դրությամբ։ Այո, դե դա նաև մարքեթինգային լուրջ, նաև խաղաքարտ է ձեր ձեռքին, բայց ընդլայնվելու տեսակետից բնականաբար մի փոքր քայլ հետ է կամ տեղում դոփելու խնդիր է։ Երևի դա է պատճառը, որ ուզում եք նոր գործարան տեղափոխվել։ Այո, ուրեմն մենք մտածված չենք գնացել այդ մարքեթինգին, ինքնին ձևավորվել է այդ իրավիճակը, չեմ ասում, իրականում պլյուսներ լավն էր ասացա, շատ լավն էր, բայց մտածված չենք գնացել, ինքնին է ձևավորվել այդ ամեն ինչը, որովհետև տարի վաճառքների եւ պահանջարկի մեծացումը մենք չենք կարողանում ուղղակի հասցնում հանրությանը մատակարարել այնքան ինչքան որ ունի ցանկություն կպահանջար։ Հիմա այս տարի միայն այս տարի իմիջիայլոց արդեն 3 տարի, 4 տարի անընդմեջ իրար հետևից մենք ուրեմն անասունների ներկրում իրականացրեցինք, ինչի ներկրում, որովհետև մեր մոտ միայն դրսի անասուններ են, հա, 3 տեսակի ցեղատեսակներ ունենք, իմիջիայլոց հենց գիտեք, մի քիչ շեղվեմ բանից հարցից, հա, պատասխանը շեղեմ, ուրեմն այդ 3 տեսակի անասունների կաթը հենց ինքը դարձնում է մեր կաթը շատ համով։ Նման է, գիտեք ինչի, կոնյակը ինչպես են ստանում շատ լավ կոնյակ, իրանք ստանում են տարբեր, ուրեմն հասունացված, տարբեր սպիրտի հասունացված տարիների խառնուրդից ստանում են մի հատ հետաքրքիր բույր, հա, կամ սուրճ, ինչպես է ստացվում տարբեր տեղերի, պլանտացիաների, սուրճերի որոշակի համադրություններով, հա, ստանում են շատ լավ սուրճ,
բույրը, համը։ Իսկ եթե գաղտնիք չի, որտեղից են անասունները եւ ազգությամբ ինչ են անասունները։ Ազգությամբ հոլանդացի ու գերմանացի են։ Ովքեր հայկական խոտ ուտելով դառնում են կիսահայ, հա։ Դե որ ասեցեք խնդրեմ, որ այլ երկրի ներկայացուցիչ Հայաստանում ուտել։ Պատկերացրեք, ես լինեի ամենավատ քննադատը, կասեի ընդհանրապես ձեր բրենդը հայկական չի, որտեղ արտասահմանցիները տեխնոլոգիա իտալացի, անասունները դրսից։ Բայց իրականում դա ֆանտաստիկ օրինակ է, եկեք չմեծամտանանք, մենք երբեմն ես որպես բժիշկ ասեմ, հաճախ ասում են, որ նաև խառը ամուսնությունները շատ վատ բան է, բայց փորձը ցույց է տալիս, որ ավելի առողջ գենետիկ փոխանակման արդյունքում եւ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում ավելի առողջ սերունդ է ծնվում եւ հետաքրքիր կոմբինացիաներ հիբրիդներ են։ Այո։ Ամեն դեպքում կատակում եմ իհարկե, բայց սա ոչ թե ինքնանպատակ պետք է լինի, որ անպայման կովերը լինեն, այլ եթե կա այդպես ցեղատեսակներ, անասունների, որոնք բավապատասխան այդպես խնամք ու ձևավորում են գենետիկական նաեւ տեստեր են անցել բավական եւ իրենք ցույց է տալիս, որ product-ը լավն է, բնականաբար պետք է այդպես լինի։ Այո։ Այլապես բոլորս հայկական մեքենաներ պետք է քշեինք եւ այո, եւ գիտեք ինչու՞մով պայմանավորված գաղտնիք չի, որ ասեմ, տեսեք, ինձ կատնատվությունը եւ յուղատվությունը բավականին բարձր է։ Ցեղատեսակ կա, որի կատնատվությունն է շատ բարձր, հա, յուղը մի քիչ ավելի քիչ, բայց ցեղատեսակ կա, որ բավականին բարձր յուղատվություն ունի։ Իրականում շատ բարձր յուղատվություն պարունակում։ Պարոն Հակոբյան, ես զգում եմ, որ գործընկերներս հուշում են, որ մոտենում է ժամանակը ավարտին, ես չզգացի անկեղծ ինչպես թռչեց ժամանակը։ Շատ հետաքրքիր զրուցակից եք եւ ինձ համար որպես նաեւ բժիշկ մասնագետի առողջապահության կազմակերպչի, թվում է թե շատ բան գիտենք կամ այդպես թվում է առնվազն, բայց սա առանձին մեծ ոլորտ է, մեծ ուղղություն է։ Ամենից կարևորը, որ մենք կարողացանք հանրության ուշադրությունը թեկուզ 20 րոպեով բևեռել ինչ-որ մի խնդիրների փաթեթի վրա, որին իրենք պետք է ավելի ուշադիր լինեն, եւ վերջնահատվածում մոտ 2 րոպե կուզեի մենք ամենից շատ խոսեինք, մենք նաեւ համագործակցելու ենք հայկական առողջապահական միջազգային էքսպոյի շրջանակներում եւ դուք մեր հաստատված գործընկերներից մեկն եք եւ վստահ ենք, որ ռազմավարական գործընկեր է, որովհետեւ մենք սա չենք անում 1 տարվա համար այս նախագիծը։ Ինչու որոշեցիք մասնակցել եւ ինչ եք ուզում ներկայացնել, այդ դեպքում ես հանդիսատեսին սիրով խնդրեմ պարզապես մոտենալ այնտեղ, գալ ձեր տաղավար եւ ձեզ հարցախեղ տանել 4 օրանու մեջ, ձեզ եւ ձեր մյուս մասնագետներին, դուք էլ կարողանաք ապացուցել, որ իսկապես մենք այն բրենդն ենք, որը կարող է օրինակ լինել եւ մենք այդպես էլ կարծում ենք։ 2 բառ խնդրում եմ։ Այսպես ասեմ, բոլոր տեսակի ուրեմն էքսպոների մասնակցությունը մեր հետապնդում է մի քայլ, հնարավորինս բոլոր ուրեմն մասնակից հանդիսատեսի մասին է խոսքը, մասնակից հանդիսատեսին տալ ամբողջական ինֆորմացիա առողջ սննդի մասին։ Ինքը նորից եմ կրկնում, մենք առողջ լինելու համար մեզ շատ բան պետք չի։ Ես բոլորովին վերջերս մոտավորապես 4 ամիս առաջ էր կարդացի մի հոդված, որտեղ ամենակարևոր նախապայմանը առողջ լինելու հետ կապված առաջինը 80%-ը դա առողջ սնվելու հատվածն է։ Ոչ թե զբաղվել սպորտով կամ դա առողջ սնվելու հատված։ Համամիտ եմ եւ այդպիսի օրինակներ հանրային առողջապահության մեջ կան, նույնիսկ ռեգիոններ կան, կղզիներ կամ ինչ որ սեգմենտներ, որոնք որ առանձին ենթամշակույթ ունեն սննդի եւ այդտեղ երկարակեցությունը Ճապոնիայում է, ամենից երկարն է, այս մտքերը կան։ Ես կարծում եմ, գիտեք, որ մեր հասարակությունը այսպես աչքը կշտացավ տարատեսակ ֆաստ ֆուդերից եւ ամեն ինչից, սա փուլ է, այդպես արևմուտքից եկած եւ այլն, եւ մենք աստիճանաբար նորից համենայնպես մարդկանց մի մեծ զանգված հետ է գնում նույնիսկ իրենց տնտեսությունում աճեցրած, իրենց կողմից մշակված օրգանիկ սննդի եւ սա տենդենս է, որի դեմ ոչ ոք ոչինչ չի կարող անել, ինչքան էլ ուզում է PR եւ գովազդանենք, հետեւաբար ես կարծում եմ շուկայում միշտ հաղթելու են, բացի գնից հաղթելու է նաեւ որակը, գուցե ժամանակի հարց է, գուցե սեգմենտի հարց է, համար ողջունում եմ մեր ջերմ ողջույնները ձեր ամբողջ անձնակազմին, գործարանի բոլոր աշխատակիցներին, որ հենց հիմա գուցե այդ process-ի մեջ են եւ ինչ որ մի աչքով հնարավորություն են հետեւել, պարոն Հակոբյանի եւ իմ անունից, մեր թիմի անունից ողջունում ենք ձեզ։ Սիրելիստադիտող, դուք էլ կարողացաք եւս մեկ բրենդի ծանոթանալ, բայց մենք բրենդի օրինակով ավելի շատ փորձեցինք շեշտադրում անել առողջ սնունդը, առողջ կաթնամթերքը եւ իհարկե նոյեմբերի 27-ից 30-ը առողջապահության էքսպոյի շրջանակներում հրավիրում ենք ձեզ գալ եւ գտնել Լիրիկաթի տաղավարը, որտեղ դուք կարող եք ձեզ հուզող հարցերը տալ։ Կարծում եմ դուք էլ հանրության համար ինչ-որ հետաքրքիր բաներ կմտածեք, չէ՞, շահավետ առաջարկներ, որոնք նրանց կարող են երջանկացնել։ Իհարկե։ Ես շնորհակալ եմ մեր արդյունավետ եւ հետաքրքիր զրույցի համար, պարոն Հակոբյան, հուսով եմ մենք նորից կհանդիպենք, վստահ եմ որ կհանդիպենք։ Իզվես ելերստադիտող առողջ առավոտ
Հուսամ նրանք, ովքեր այս պահին դիլի կատնամթերքից օգտվելով նախաճաշ էին անում, ավելի գոտեպտված եւ ավելի վստահ կավարտեն իրենց նախաճաշը, իսկ մենք կհանդիպենք վաղը ճիշտ այն ժամին։